16-ամյա բլոգեր Սարային մեղադրում են իր իսկ ծնողների սպանության մեջ։ Նրա ծնողներից մեկը, ավելի կոնկրետ մայրը, բաժանումից հետո որոշում է ընկերական շփում սկսել մեկ այլ տղամարդու հետ, ով նույնպես ուներ երեխա եւ նույնպես բաժանված էր։ Նա ուներ 5 տարեկան աղջիկ։ Նրանց շփումը զարգանում է, ընկերությունը դառնում է նշանրայք, հարսանիք, տաշ-տուշ, նրանք ամուսնանում են։ Ամուսնանալուց հետո տեղափոխվում եւ սկսում են միասին ապրել եւ մի օր 5 տարեկան աղջիկը մտնում է իր ծնողների սենյակ եւ փորձում նրանց արթնացնել։ Չկարողանալով արթնացնել, կանչում է մեծ քրոջը եւ բարձր դառնում, որ երկու ծնողներն էլ գլխից կրակել են եւ նրանք մահացել են։ Որ երբ որ ոստիկանությունը գալիս է եւ սկսում է հետաքննությունը, բարձր դառնում, որ ոչ մի կողոպուտ չի եղել, ոչ մեկ դուրը դրսից չի բացի, այսինքն ինչ կատարվել է, դա ներսից է կատարվել։ Եվ երկրորդ կասկածելի բանն այն է, որ որքան է որ աղջիկը փոքր է 5 տարեկան, նա օքեյ է, որ ոչ մի ձայն չլսի, ոչ մի կասկած, բայց 15 տարեկան աղջիկը դժվար թե չլսեր երկու կրակոցը, որը մի սենյակ իրենից այն կողմ էր կատարվում։ Նրան չեն ձերբակալում, գործը փակվում է, բայց համաժամանակ կա նման ընդունված բան ԱՄՆ-ում, երբ որ հանգուցյալի մասին կարդում են որևէ հուշ կամ որևէ լավ պատմություն։ Երբ որ աղջիկը սկսում է կարդալ իր գրած պատմությունը իր իսկ ծնողի մասին, նա փորձում է ըստ մարդկանց լացել, բայց դա իր մոտ չի ստացվում։ Ինչպես նաև շատ հաճախ սոցիալական կայքերում նա տեղադրում էր լացող դեմքով նկարներ, վիդեոներ, տարբեր բլոգերների գրում էր, որ իր մասին պետք է ֆիլմ նկարեն եւ որ նա ցանկանում է այդ բլոգերների հետ քոլաբանեն։ Այս ամեն ինչը շատ կասկածելի է թվում ոստիկաններին, իդեպ հիշեցնեմ, որ դեպքը շատ թարմ է, հուլիսին ոստիկանները գնում են եւ աղջկան ձերբակալում են, քանի որ կա մի քանի այլ ապացույցներ, ըստ որի կարող է հենց աղջիկը սպանած լինի իր ծնողներին, բայց նա ոչ թե միայնակ է գործը, այլ մի քանի հոգու հետ։ Գործը դեռևս քննվում է, մեկնաբանությունում կարող է գրել ձեր կարծիքը։